Փաշինյանը կրկին պնդում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Ազգային ժողովում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կողմերի միջև խաղաղություն է հաստատված եւ կառավարության խնդիրն է այն խնամել, ուժեղացնել եւ դարձնել ինստիտուցիոնալ։ Թուրքիան քննարկում է առաջիկա 6 ամիսներին Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացումը։ Bloomberg-ը գրում է, որ խաղաղ գործընթացում առաջընթացը կարող է կարևոր ազդեցություն ունենալ 2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների քաղաքական դինամիկայի վրա։ Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակի վերաբերյալ ընտանիքը նոր տեղեկություն չունի։ Շաբաթներ առաջ փաստաբանը հայտնել էր, որ Բաքվում պահվող Էուլջեքչյանի առողջությունը վատթարացել է, նա չի կարողանում քայլել եւ ունի անվասայլակի կարիք։ Բեյրութում բնակվող նրա հարազատներից մեկը մեդիաբին ասաց, որ այս պահին նոր տեղեկություն չկա, բայց հույս ունեն, որ առաջիկայում նրա հետ կապ կհաստատվի։ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադեկ Քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել։ Նա զրկվել է եկեղեցական կարգից եւ այսուհետ դասվելու է աշխարհականների շարքին Արամայիս Թախմազյան անունով։ Ուկրաինայի հարցով բանակցությունները ավելի արդյունավետ են լռության պայմաններում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշեց, որ ցանկացած բանակցային գործընթաց ավելի արդյունավետ է, երբ չի ուղեկցվում հրապարակայնացմամբ։ Նրա խոսքերով երեկ Կրեմլում մոտ 5 ժամ տևած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո շարունակում են մնալ մի շարք չհամաձայնեցված հարցեր։